Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր միջազգայնագետ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանն է։ Բարև ձեզ, պարոն Պապյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Պապյան, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը երեկ հայտարարեց, որ նախորդ տարի ամռանը Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները առաջ խաղացում են ունեցել եւ նրանց հաջողվել է նոր տարածքներ գրավել, սակայն իշխանության ներկայացուցիչները հետքում են այս պնդումները սուտ ու մանիպուլյացիա որակում։ Ձեր գնահատմամբ ադրբեջանական ներխուժման մասին տեղեկությունը որքանով է հավաստի եւ կարող ենք մենք իշխանությունների հետքումներին հավատալ, հաշվի առնելով անցյալի դառը փորձը։ Ոչ, չեն կարող հավատալ, որովհետև իշխանությունը տարբեր անգամներ, տարբեր բաներ է հերքել, պատմություն ցույց տվել, որ հենց իրենց հերքումն է սուտ եւ սխալ, սա առաջինը, երկրորդը նախադեպը ցույց է տալիս, օրինակ այլ տարածքներ վստահաբար գրավված կան, ըստ տարբեր հաշվարկների 250-ից մինչև 1000 քառակուսի կիլոմետր, եւ մենք տեսնում ենք դրա մասին որևէ ծպտուն չեն անում։ Սա եւս կարեւոր հանգամանք է։ Իսկ եթե նրա մասին չես խոսում, մարդիկ կասկածում են, որ սա մասն էլ չես խոսում։ Մյուս կողմից այս զիջումները ի վերջո միայն այդ տարածքային հարցերում չեն, մենք տեսնում ենք շատ ավելի այլ հարցերով, որոնք շատ ավելի վտանգավոր են, այսինքն այդ հավակնություններին չպատասխանելը, չգիտեմ, այսպես կոչված բռնագաղթի ենթարկվածների վերադարձ եւ այլն եւ այլն։ Չխոսենք, որ պատերազմ չլինի։ Բայց այդ ձև գիտեք, այն չարի վերջի պատմությունն է, որ հերթական անգամ ձակիտ պիտի տաս, որովհետեւ կգնամ կացնի կբերեմ կգտնեմ, բայց այդ էսպես է։ Երբևէ զիջումը չի հանգեցրել խաղաղության։ Խաղաղությունը միայն ռազմա քաղաքական հավասարակշռության վրա է հիմնվում։ Հիմա մենք չենք տեսնում այդ գործնական քայլերը այդ ուղղությամբ, շատ ավելի տեսնում ենք այսպես շոուի ցուցադրական ինչ-որ քայլեր եւ վարպետորեն այդ ամբողջը կատարվում, որտեղ իրենց հիմնական թիրախային խումբը ժողովրդի այն զանգվածն է, որը այսպես ամեն օր չի լսում, ինձ ձեզ մյուսին չի կարդում եւ այլն, մի քանի լուրեր է լսում, ասում են դե խաղաղություն, լավ բառը խաղաղություն, սահմաններին զոհեր չկան եւ այլն։ Զոհեր չկան եւ այլն։ Գիտեք, Արցախում էլ մենք խաղաղություն ունեինք մի 30 տարի, չէ՞։ Այսինքն, եթե խնդիրը չլուծվեց եղավ, հիմա այո, ես կարծում եմ դեռևս մի 2 տարի մինչև ընտրությունները հաստատապես եւ սա մասին խոսել ենք, բայց քանի Թրամփը կարող է եւ որևէ լուրջ ընդհարում չլինի, բայց արդյոք մեր քաղաքականությունը ընդամենը այս 2-3 տարվա համար է նախատեսված, թե ավելի հեռանկարային, իսկ ավելի հեռանկարային ինչու են այդ բարձր կետերը, բլուրները, սարերը գրավում, որտեղ դա ռազմական, տեղական, հաճախ արդեն ռազմավարական առավելություն է ապահովում, հաջորդ բախման ժամանակ շատ ծանր վիճակի մեջ դնելու առանձնել բավականին թուլացած։ Նաև տեղաշարժը վերահսկելու համար Ալիևը բարձրաձայն հայտարարել է այս մասին։ Այսինքն ըստ էության իրենք այսօր Վարդենիսից, այսինքն Սևանի հյուսիս-արևելյան ափից մինչև Նռնացոր Նյուվադի այդ ամբողջ հատվածում իրենք առավելություն ունեն։ Մենք տեսնում ենք նաև, թե այս պահին ինչ է կատարվում Իրանում, ընդհանուր տարածաշրջանը շատ պայթյունավտանգ իրավիճակում է, բայց Հայաստանի իշխանությունները մեր հանրությանը վստահեցնում են, որ մեզ մոտ խաղաղություն է հաստատվել եւ տեղի ունեցողը մեզ հետ առնչություն չունի։ Ավելին նաև քարոզարշավ են անում, կարկանդակ ու եգիպտացորեն են ուտում։ Ձեր գնահատմամբ որքանով է այս պահվածքը adekvat եւ արդյոք ապահովագրված ենք, որ տեղի ունեցող process-ները գոնե կշրջանցեն մեզ։ Տարածաշրջանում այն ինչը հիմա տեղի ունենում, սա կանխատեսել էր եւ բազմաթիվ անձինք այդ հստակ մասին նշել էին, որ Բալկաններից հետո վերադասավորման հարցը գալու է միջին արևելքին եւ մեծ միջին արևելքին եւ այստեղ շատ ավելի խորքային եւ մեծ տեղաշարժեր են տեղի ունենում, հետեւաբար մեզանով չի որոշված, որ մենք պիտի ուղղակի պատրաստվենք վատագույն տարբերակին, ասում եմ հույսը դիր լավ տարբերակի վրա, բայց պատրաստիր վատագույն։ Այդ վատագույնին ես չեմ տեսնում, ընդհանրապես նաև հաշվի առնելով այն, որ այս իշխանությունը որևէ անգամ փոքր ծրագիր չի կարողացել հաջողությամբ, թեև նրանք չգիտեմ չի անընդհատ ներկայացնում են իբր հաջող, բայց երբ որ վերցնում ես իրենց նախընտրական ծրագիրը ինչ են խոստացել, իսկ դա է, այսինքն օրենքը։ Դրա համար պիտի հիմա հաշվետվություն տա, որ մարդիկ նորից ձայն տան կամ չտան իրենց։ Նախընտրական ծրագիրը դա իշխող կուսակցության կամ քաղաքական ուժի համար օրենք է, ինքը դրանով պիտի առաջնորդվի։ Դրանից դուրս ցանկացած բան անելու համար ինքը պիտի մանդատ ժողովրդից հերթական անգամ ստանալ, դրա համար չէր ստացել, մասնավորապես ենք Արցախի ուրացում ես քաղաքական մեծ փոփոխությունները եւ այլն, եւ հակառակը խոստացածները պիտի աներ։ Չի արել։ Հիմա դեռևս, այսպես ասենք, ուղղակի վտանգ Հայաստանին չկա։
հասկանալի է, որտեղ այնտեղ արդեն շատ ավելի մեծ խաղեր է, բայց գիտեք ինչ է, օրինակի համար այսօրվա այս խաղաղությունը միայն մի բանի վրա է խարսխված, դա Ալիևի բարի կամքի վրա է։ Ցանկացած պահի, երբ որ Ալիևը հարմար գտնի, որ աշխարհակական վիճակը այնպիսին է, օրինակ 2020 թվականն էր, երբ որ կովիդներ աշխարհը դրանով էր շեղված, ամերիկան ընտրություններով է, Ռուսաստանը հետ կարողացել էր արդեն ինքը հարաբերություններ զարգացնել, չեզոքություն ապահովել եւ այլն, կարող է հարցակվի, հետեւաբար պիտի պատրաստել ամենավատ տարբերակին։ Իսկ այս ուղղությամբ ինչ որ բան արվում է, թե հույսներ դրել են խաղաղության վրա բացառապես։ Այսպես ասենք, մեծ մասամբ չեմ ասի բացառապես, որովհետև ես տեսնում եմ ոչ իշխանական շրջանակների կողմից որոշակի ջանքեր, բայց գիտեք, այդ ոչ իշխանականի համար շատ ծանր է, որտեղ որ դու տարբեր մարդկանց հետ տարբեր ծրագրեր ես խոսում, իրենք ասում են դու ում ես ներկայացնում, այսինքն քո երկիրը այլ քաղաքական գծի մեջ է կամ այլ բաներ է ուզում, երբ որ օրինակ մենք հաջող բարձրացնում ենք հարցեր, ասենք այս Հայաստանի ոտնահարված իրավունքների, նույն այդ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին, ասում են ձեր իշխանությունը ոչինչ չի ասում, հիմա ձեր ժողովուրդն է հաշտես ամեն ինչ։ Հաշտ է, քանի որ մենք չենք տեսնում այդ բողոքի ցույցերը եւ այլն։ Հիմա այս ընտրություններում եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, այստեղ կպնչեն Նիկոլ Փաշինյանն է, էլի ցավոք սրտի այդպես է, այդտեղ այդ քաղաքական ուժ չկա։ Մարդ կուսակցությունը։ Այո, մարդ կուսակցությունը, սա ավելի շատ հիշեցնում է ուժ լճացման շրջանը, երբ որ դեռ ժամանակը մի քիչ պոլիտբյուրոյի մեջ մի 4-5 հոգի մարդ կան։ Հիմա ԿՊ-ի պոլիտբյուրոյի մեջ 4-5 հոգի չկա, այսինքն ինքը մենակ է։ Եթե հանկարծ նա վերընտրվեց, իսկ վերընտրվելու համար այնտեղ օրինական ու անօրինական հազար տեսակ միջոցներ կա, ինքը ասել է, տեսեք, ես սրա մասին խոսել եմ, դուք համաձայնել եք այս բոլորը տալու, զիջելու, ընդունելու եւ այլն, ուրեմն ես մանդատ եմ ստացել։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը չպետք է ընտրվի այս ընտրություններում։ Իսկ Իրանի մասով ինչ գնահատականներ ունեք, պարոն Պապյան, կարծես թե Իրանը դիմանում է ավելին, ոչ մի դա լուրջ հարվածներ է հասցնում ոչ միայն Իսրայելին, այլև տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին ու մերժում է բանակցությունները վերսկսելու առաջարկը։ Արդյոք սա նշանակում է, որ Իրանը երկարատև պատերազմի է գնում եւ ունի արդյոք այդքան ռեսուրս։ Իրանական մշակույթը ընդհանրապես զոհողությունների մշակույթ է։ Այսինքն այդ ֆիդայիզմի գաղափարը իրենց մեջ կա եւ շիիզմը դա շատ է ընդունում։ Բայց հարցը տեսեք հետեւյալն է։ Նայենք Իրանի շահերի տեսակետից եւ Հայաստանի շահերի։ Արդյոք Իրանի այս դիմանալը Իրանի համար, հենց Իրանի համար լավ է թե վատ։ Ենթադրենք դիմացավ։ Սրան ինչ է հաջորդելու։ Սան կես տարի հետո հերթական պատերազմն է հաջորդելու։ Էլ չեմ ասում, որ հիմա իրանք արդեն ծանրագույն տնտեսական ռազմական վիճակի մեջ են։ Իրանի նավատորմը ոչնչացված է գրեթե ամբողջությամբ։ Իրանում 3000 թիրախ ոչնչացված է ռազմական եւ տնտեսական։ Իրանը հսկայական կորուստներ է կրում այս արտահանումը, որ փակում է այս հորմուզը, թեև Չինաստանը պնդեց, որ բացեն, բայց ինքը այդ ամբողջը կորցնում, այսինքն Իրանը այստեղ շահող դուրս չի գալու որևէ դեպքում։ Բայց նաև հսկայական կորուստներ է պատճառում Իսրայելին էլ, ամերիկյան կողմն էլ։ Չի, օրինակ ինչ ես ասում, Ռմբակոծել է մի քանի ռազմաբազա, ամերիկացիները ընդունել են 4 զոհի արկայությունը, թող 4 չլինի, լինի 44։ 200 թիվներ համացանցում թող 400 լինի, թող 400 լինի, ասենք դա ինչ է Ամերիկայի կամ Իսրայելի համար։ Այն խնդրի դեպքում, երբ որ իրանք այսինքն դրած լուծում են։ Այսօր փոխվում է միջին արևելքում գերակա ուժի հարցը, տեսեք, ով է այսօր թիվ 1 դաշնակիցը եւ թիվ 2 դաշնակիցը արևմուտքի այս մեր տարածաշրջանում, այսինքն կամ ակտիվ, իհարկե Իսրայելն է, չէ՞, Ամերիկայի դաշնակիցը։ Հիմա մյուսը Թուրքիան է հավակնություններ ցուցաբերում։ Իսրայելի եւ Թուրքիայի միջև շատ ծրված հարաբերություններ կան։ Հիմա արդյոք Հայաստանի շահի տեսակետից Իրանի եւ Արևմուտքի միջև հարաբերությունների բարելավումը բխում է մեր շահից։ Միանշանակ բխում է։ Ինչու, ինչ կհետևի սրանից հետո մեզ համար։ Եթե իշխանափոխություն կամ քաղաքականության փոփոխություն եղավ Իրանում, նշանակում է լարվածություն Արևմուտքի եւ Իրանի, Իսրայելի եւ Իրանի միջև թուլանում։ Օրինակ, Ադրբեջանը կորցնում է իր կարեւորությունը իրանց աչքում։ Միանշանակ է Ադրբեջանի կորուստը։ Շատ կարևոր է, շատ կարևոր է։ Այսօր հրեական լոբին այն ինչ որ անում է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի համար, այլևս չի անելու հակառակը, մի բան էլ հակառակը աշխատելու։ Մյուսը Թուրքիայի կարևորությունը կտրուկ նվազելու է։ Իրանը վերադառնալու է այն դիրքերին աստիճանաբար, ոչ մի անգամից, ինչ որ մինչև 70 թվականներ ինքն է դառնալու հիմնական դաշնակից, այսինքն բանը։ Մյուսը Թուրքիա եւ Իսրայելի միջև հակասությունը
որ արդեն կա, սա ավելի է սրվելու եւ գնալու է բաց բախումների, որը բոլորն են կանխատեսում, այսինքն հետեւաբար Թուրքիայի գլուխը ոնց ասած խառը կլինի այլ ճակատում եւ քիթը չի մցնի հարավային Կովկաս եւ այս Ադրբեջանն էլ այստեղ կզսպվի այս մասով։ Այո, եւ նաեւ բանը այս արդեն մեզ համար մեծ առավելություն, անվտանգային առով, տնտեսական առումով Փաստորեն Իրանը դուրս կգա մեկուսացումից եւ նշանակում է հսկայական ներդրումներ կլինեն Իրանում, որից Հայաստանը կշահի։ Իրանը կդառնա ցամաքային տրանզիտի հիմնական երկիր, այսինքն Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, այդ երթուղին, որի մասին անդադ խոսվում է, իհարկե այնտեղ մի շատ կարևոր հանգամանք կա, Նախիջևանի եւ երկաթուղու հարցը, այդ դեպքում նոր իմաստ կունենա, այս որտեղ էս թրիփ կոչեցյալը մեզ այս վիճակում ոչինչ չի տալիս։ Այ եթե սրա դիմաց մեզ հաջողվեր ստանալ Նախիջևանի գոնե Նախիջևանային հատվածը, այսինքն իրանական ճյուղա, Նախիջևանի ճյուղա, հետո Երասխև, Գյումրի, Կարս այդ հատվածը, այդ դեպքում մենք շահենք։ Իրական ապաշրջափակում կլիներ սա արդեն։ Այդ դեպքում ապաշրջափակում։ Հիմա եթե Իրանը դառնում է տարանցիկ երկիր, չհարբահար ճյուղա հատվածով, գործող այսօր արկա միակ երկաթուղին, որ կապելու է, դա Նախիջևան, Հայաստան, Վրաստան երկաթուղին է։ Եվ այն ծրագիրը, որը տասնամյակից ավել կարողանում էր կասեցնել Իրան, այսինքն Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, այսինքն երկու աստարանների միացումը ադրբեջանական եւ իրանական, ապա ռեշտ Ղազվին, Թեհրան եւ Պարսից ծոցես գիծը, որտեւ եթե այն շահագործման հանձնեն, մեր վիճակը ավելի է վատանալու, իսկ այս մյուս գիծը կարող աշխատի միայն այն դեպքում, եթե հարաբերությունները լավանան, այսինքն Իրանը դառնա միջազգային տարանցիկ փոխադրման, հատկապես Չինաստանի դեմ հակակշիռ հանդիսացող հնդկական ապրանքների Եվրոպա տեղափոխելու հիմնական ճանապարհը։ Իսկ Իրանի մասով ինչ է կանխատեսում, իշխանությունը կդիմանա, թե այնուամենայնիվ վարչակազմի փոփոխությունը անխուսափելի երևույթ է արդեն դառնում։ Դե արդեն կա, Այաթոլլան սպանվել է, այսպես թե այնպես այդ փոխված է։ Հիմա ով էլ որ լինի, իր տղան, այսինքն ընտրվի եւ այլն, բնականաբար այդ նույն քաղաքականությունը չի լինելու։ Մյուս կողմից այնտեղ տասնյակներով թվերը պարզ չի, տասնյակներով այդ քաղաքական ղեկավարությունն է ոչնչացվել, այդ ռազմական ղեկավարությունը, հետեւաբար նոր մարդիկ նաեւ նոր քաղաքականությունը։ Բացի այդ, հարցը հետեւյալն է, Իրանի ժողովուրդը չի ուզում հին ձևով ապրի։ Իսկ եթե մնաց ամեն ինչ այստեղ, ոչ թե հին ձևով Իրանի ժողովուրդը ապրի, ավելի վատ է լինելու Իրանի համար, որովհետեւ այս բոլոր հետևանքները տալու է, չէ՞։ Իսկ այս ռազմական կարողությունները պիտի փորձի Իրանը վերականգնել։ Սա բազմամիլիարդ ներդրումներ է, որտեղից այդ փողը, երբ որ ինֆլյացիան 30-40%-ը վերջի տարիներին Իրանում կազմում, իսկ նավթի հարցը, որ հիմա մի փոքր գները բարձրացել է, այդ բանը Վենեսուելայի նավթը ինչի ամերիկացիք վերցեցին, որ դա հիմա կնետեն միանգամից շուտ կա եւ նավթի գինը կկայունացնեն, վերև չի բարձրանա։ Եվ պարոն Պապյան, Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաներին հարվածների ֆոնին ես գնահատականներ եմ լսում, որ եթե Թրամփի ուղի կոչվող ճանապարհը արդեն իսկ բացված լիներ, ապա մի քանի հարվածել Հայաստանի տարածքին բաժին կհասներ։ Շատերը նաև չեն բացառում, որ Իրանը կարող է Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատանը հարվածել։ Դուք որքանով եք կիսում այս տեսակետը, կարող է արդյոք նման բան լինել, թե գործ ունենք հասարակ հակաքարոզչության հետ շատ པարս։ Չէ, սա անգամ հակաքարոզչություն չի, սա միամիտ, մանկամիտ ինչ-որ մտքեր է։ Նախ, տեսեք, Իրանը անգամ Ադրբեջանին չի հարվածում։ Այն դեպքում, երբ որ ինքը գիտի, որ Ադրբեջանի տարածքը իր դեմ օգտագործվել է, օգտագործվում է եւ այլն, մի երկու խոսք ասեց Բայրամովը, իրենք ձև արեցին, հասկացում կա face saving-ը, իրանք որ հավատում են, դե լավ ասել, իրանք լավ են հասկանում։ Իրենց էսպես չի։ Իսկ ախր թրիպը ինչ հա տալիս։ Թրիպը նախ չկա, երկրորդ եթե աշխատում է, նայեք, քանի դեռ շահագործման չի հանձնվել Նախիջևան, Իգդիր, Կարս, Թուրքիայով ընթացող այդ երկաթուղին, իսկ դա առնվազն 2-ից 3 տարի դրան ժամանակ է պետք, այս թրիպը տեղական նշանակության մի հատ երթուղել չի լինելու, որտեղ եթե խոսքը վերաբերում է Նախիջևանի եւ Ադրբեջանի մյուս հատվածի կապեր, այդ ապրանքաշրջանառությունը այնքան քիչ է, որ այսպես թե այնպես Իրանի տարածքով դա հանգիստ ապահովում են։ Դրա նպատակը հետեւյալն է՝ հետագա շարունակությունը։ Իսկ որ ասում են Հայաստանը կապաշրջափակվի, ոնց Հայաստանը ապաշրջափ։ Իսկն Ադրբեջանի մի հատվածը կապվում Ադրբեջանի մի հատվածի հետ մեր տարածքով, մեր փողերի հաշվին եւ մեր ինքնության եւ մեր ինքնիշխանության հաշվին,
այդտեղ մենք ոնց ենք ապաշրջապակում։ Մենք այդտեղ անգամ մուտք չունենք։ Ես եւ դուք, եթե նստենք մեր մեքենան, փորձենք գնանք Հայաստանի Հանրապետության այդ տարածքը, ներսել չեն թողել։ Ադրբեջանցուն թողեն մտնի այդտեղ, բայց մեզ սահմանապահի երես տեսնելու, ինչպես Ալիևն էր։ Այո, իրանք մտնելու են եւ այստեղ ես լուրջ կասկածներ, անգամ մենք այդ տարանցիկ փոխադրման համար չնչին գումար տարեկան 2-ից 3 միլիոն այդ կստանանք, թե էլ չենք ստանա։ Այնպես որ սթրիպը շատ ավելի քաղաքական հարց է, այսինքն սա ամերիկյան որոշակի մասնավոր կապիտալի ներկայության եւ Թրամփի տվյալ անձի սնափառության դրսևորությունը, որը կարևոր է, որտեղ այս սնափառությունը տվյալ դեպքում մեր օգտին է, այսինքն դրա համար ես ասացի 2-3 տարի, քանի դեռ Թրամփը կա, ամեն ինչ էսպես է, հասա որոշակի դեր ունեն առումով, որ զսպման գործերի կա, այն դեպքում, եթե այլ գործոններ իրավիճակը չփոխվի, որտեղ եթե վիճակը արմատապես փոխվեց, Ալիևը անգամ Թրամփին չի նայի։ Այսինքն բացառում եք, որ Իրանը կհարվածի Հայաստանին որևէ սցենարի պարագայում։ Այո, բացառում եմ։ Եվ պարոն Պապյան, երեք նաև տեղեկություններ տարածվեցին, որ Իրանը Թուրքիայի ուղղությամբ է հրթիռներ արձակել, Հական Ֆիդանն էլ խոսեց այս մասին, բայց պաշտոնական Թեհրանը հերքում է այս տեղեկությունը, նշելով, որ Թուրքիայի տարածքին չի հարվածել։ Ձեր գնահատմամբ սրանով ինչ ուղերձ է Իրանը Թուրքիային փոխանցում եւ կարող են արդյոք այս երկրների հարաբերությունների սրմանը ականատես լինել, քանի որ տեսանյութերը Թուրքիայից այնուամենայնիվ տարածվել են, ըստ որոնց երևում էր, որ հարվածը այնուամենայնիվ եղել է Հաթայի նահանգին։ Նախ այն բոլոր այսպես պատկերները, որ կա, որ հարվածել է, այսինքն Բահրեյնին, չգիտեմ, Արաբական եւ Կատարին հատկապես, եւ ասում հասկանանք, սա ամերիկյան ռազմաբազաներին է հարվածել։ Սրանք էքստերիտորիալ տարածքներ են։ Սա ինքը խփում է, ոնց որ ասած, Ամերիկային եւ ոչ թե նույնը հիմա Ինչիրլիկի մասին կար տեղեկություն, որ խփել է Ինչիրլիկին եւ այլն, չգիտենք։ Հիմա այսպես է հարցը, որն է նպատակը Իրանի հարվածելու այդ հատկապես արաբական երկրներով ռազմաբազային, իմ կարծիքով ուզում է ներքաշի պատերազմի մեջ, որովհետեւ պարսիկներն ու արաբները իրար չեն սիրում։ Գրեթե նույնքան, ինչքան մեր եւ թուրքերի հարաբերությունն է։ Եվ եթե արաբները մտնեն պատերազմի մեջ, որտեղ հիմա Կատարի մասին խոսակցություն կա, նշանակում է իշխանությունը շանս է ստանում, որ ժողովուրդը կհամախմբվի արաբների դեմ եւ իշխանության հետ կլինի։ Որտեղ ինչքան էլ տարօրինակ է, այսօր իրանական հասարակությունը Իրանի եւ մինչեւ իսկ Իսրայելի նկատմամբ դրական է տրամադրված եւ ավելին ասում է խփեք տեղացույց տալի ուրախանում է եւ այլն։ Հետեւաբար արտաքին թշնամին նրանք որպես չեն ընկալվում ժողովրդի կողմից, ընդհակառակը ժողովուրդը նրանց ընկալում է որպես դաշնակից տապալելու ներկա իշխանություններին։ Իսկ ժողովուրդը ասած ես նկատեմ առնվազն 80-ից 90%-ը ինչ էլ ուզում են ասել։ Այդքան բարձր է։ Ժողովուրդը լրիվ այլ վերաբերմունք ունի, ատելությունը սեփական իշխանությունների նկատմամբ շատ բարձր է, որտեվ այդ տառապանքը շատ է։ Հիմա Թուրքիայի պարագային այդ սրումը անխուսափելի է լինելու։ Դրա համար եւ սրում Իսրայելի հետ անխուսափելի է։ Եթե դուք նայում եք այս վերջի տարիներին, տեսեք, Իսրայելի բոլոր հակառակորդները եւ թշնամիները չեզոքացվեցին։ Սկսած Հեզբոլլահից, Համասից, որպես ուժ, Սիրիան չկա, Իրաքը չկա, որպես բան։ Դե Եգիպտոսը վաղուց որոշակի խաղաղության պայմանագիր կար եւ այլն, հուսիտները եւս բանը ջախջախ։ Կարճ ասած, հիմա ով է մնացել Իսրայելին որպես թշնամի եւ Իրանը։ Բայց ինչա է սարում, որտեվ Իսրայելը պատրաստվում է ամենամեծ պատերազմին, դա Թուրքիայի դեմ պատերազմն է։ Ինքը պիտի ապահովես կավելին, Իրան դաշնակից է պետք, այնպեսի դաշնակից, ինչպես Իրանն է ինքը դրան է, որտեղ այսօր գնում է այ ամենասկզբին վերադառնանք, միջին արևելքում գերիշխանության հաստատման հարցը, միջին արևելքում առաջիկա տարիներին գերիշխող լինելու է Իսրայելը։ Իսկ ինչ եք կարծում, Իսրայել-Թուրքիա պատերազմը որ ժամանակներում կարող է տեղի ունենալ, տեսանելի ապագայում, թե ավելի հեռու։ Ամերիկյան հետազոտողներից եւ մեր լավ ընկեր Մայքլ Ռուբինը դա նշել էր մինչև 36 թիվ առաջին տասնամյակը եւ դրա մասին ես ինքս խոսել եմ եւ սա միայն Ռուբինի տեսակետը չի։ Ես շատ բարձր պաշտոնյայի հետ հիշում եմ մի 2 տարի առաջ հանդիպեցի Միացյալ Նահանգներում եւ Ուդրո Ուիլսոնի գիրքը տվեցի եւ ասեց սա պահեք, առաջիկա 10 տարում կարող է ձեզ պետք գա։ Ինքը գիտեր դրա մասին, ասեց maybe sooner, շատ հնարավոր է որ ավելի շուտ։ Հասկանում եք,
բոլորը կա քաղաքականություն իրական, որը հասկանում են, եւ կա քաղաքականություն, որը առերես ցուցադրական է։ Այդ ատելությունը, որ կա Թուրքիայի արևմուտքի նկատմամբ, Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ ընդհանրապես արևմտյան արժեքների Էրդողանի կառավարման օրոք եւ հակառակը դա արկա է։ Բայց բնականաբար թուրքերը այդ առումով բավականին ցուցադրական քաղցր հարաբերություններ պահելու կողմնակից են, տեսեք իրենք Հայաստանի նկատմամբ ինչ լավ խոսքեր կարող են ասել քաղցր բան, եւ դա ասում են անգամ 100 տարի առաջ, բայց դա չէր խանգարում իրանց հայերին կոտորել, ջարդել եւ բոլոր քայլերը անել Հայաստանի դեմ։ Հիմա էլ նույնն է։ Ասում են եկեք պայմանավորվենք այն ժամանակ էլ։ Դե միշտ էլ ասել են, հիմա էլ Ադրբեջանն, այսինքն որ այստեղ ուզում են ծախեն, թեև Ալիև այդ առումով ավելի ազնիվ է, Ալիևը չի թաքցնում իր մտադրությունները Հայաստանը սարքելու իր պրոտեկտորատը, պարզ դրա մասին խոսում է։ Եվ խոսենք նաև ներքաղաքական զարգացումների մասին։ Իշխանության ներկայացուցիչները վերջին օրերին վստահորեն պնդում են, որ իրենք այս ընտրություններում ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին են ստացել, եւ նշում են թույլ չեն տալու, որ Գյումրի 2-ը տեղի ունենա, երբ ընդդիմությունը կմիավորվի ու իշխանություն կվերցնի։ Ձեր գնահատմամբ ինչով է այս վստահությունը պայմանավորված եւ կարող են ենթադրել, որ ինչ որ կենտրոններից նրանք արդեն իսկ իրենց վերընտրվելու երաշխիքները ստացել են։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարբեր հաճախ իրարամեջ կենտրոնների հավանությունն ունի։ Ինչու, որովհետև ինքը բոլորի ասածն անում է, այսինքն ինքը մեր ձեր հաշվին սպասարկում է նրանց շահերը, սկսած Միացյալ Նահանգներից, վերջացած Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Բնականաբար իրենք ասում են Նիկոլը լավ է, ինչի պիտի կա օրինակ չգիտեմ Պողոս Պողոսյանը, Պետրոս Պետրոսյանը, որ հայտնի չի ինչ է, կամ մտածում են որ պրոռուսական է, եւ իրենք գիտեն նաեւ Նիկոլ Փաշինյանի պրոռուսական լինելը, բայց ինչպես էլի մեկը ասեց, նայեք, Նիկոլ Փաշինյանը պրոռուսական չի, ինքը պատեհապաշտ է։ Եվ եթե մենք ենք ուժեղ մտնում, ինքը թեքվում է մեր կողմ։ Իսկ կան մարդիկ քաղաքական դաշտում, որոնք այսպես հավատավոր պրոռուսական դաշտից են։ Նիկոլ Փաշինյանին մենք ցանկացած պահին կարանք մեջտեղից հանենք եւ արևմտամետ ուժ կա։ Երբ որ ասում ես, բա ինչի հիմա արևմտամետ ուժերին չեք աջակցում, ասում են դե հիմա դրա ժամանակը չի։ Իրանի հարցը պիտի լուծվի, որտեվ Հայաստանը արևմտամետ առանց արևմտամետ Իրանի, դա փակուղի է։ Դա մեր վրա ավելորդ ծախս է, ավելորդ ջանք է, պետք է իմաստ ունենա, այսինքն այդ ամբողջը։ Դրա համար այս վստահությունը, որ խոսում են, հենց այդ անվստահության ցուցանիշն է, ոչ, իրանք ավելի շատ ձայն չեն կարող հավաքել, թեև օրենսդրական իրանք փոփոխություններ են արել, ամբողջ իրավապահ համակարգը դարձրել են իրենց ձեռքին գործիք, այսինքն լինի դատարաններ, նայեք ոստիկանության բյուջեի 3.3 անգամ մեծացումը եւ թվականակի եւ բյուջեի առումով եւ այս նոր լիազորությունները, փոփոխությունները, այսինքն առաջ օրինակի համար բաներ, չէ, հետընտրական շրջանում պարտավորություն կար ընտրությունների մասնակիցների ցուցակը փակցնել։ Հիմա դա չկա։ Հանել են, այսինքն ես չեմ կարող գնամ, տեսնեմ, որ այդ իմ հարևանը, բարեկամը, որը տասնամյակով արդեն Հայաստան չի, ընտրությունների մասնակցել է, թե չէ, եւ իր փոխարեն քվեարկել են եւ աղմուկ անեմ։ Հիմա ես պիտի բողոքարկեմ, չգիտեմ, վերահաշվարկ եւ այդ դեպքում էլի դու չես իմանում ով է։ Այսինքն ընտրության քվեարկության գաղտնիությունը իրենք մեկնաբանում են իրենց ոչ պետք է մասնակցել, թեև չմասնակցելու արծ երբեք ընտրության գաղտնիության հետ կապ չունի, որովհետև ինքնին դա գաղտնիք չի, որովհետև ոնց որ ասած բոլորը տեսնում են մարդը մտավ ընտրատեղամաս։ Այսինքն ստացվում է Սերժ Սարգսյանը ավելի ժողովրդավար էր, քան Նիկոլ Փաշինյանը, որ իր օրոք հրապարակվում էին, Փաշինյանի օրոք վերացվում է։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը շատ հարցերով առավել բռնապետական է, բայց ինքը կարողացել է հաղթել մի բանով, ինքը ցույց տա որ։ Տեսեք, անդադ մի հատ խոսք ասում են, չէ՞, ժողովրդի կողմից ընտրած կամ ժողովրդի քվեն ստացած եւ լեգիտիմ։ Որ մեկը չի ստացել։ Նիկոլ Փաշինյանը մայիսին ընտրվել է, հետո որպես արդեն գործող վարչապետ դեկտեմբերին քվե է ստացել։ Էդզև Քոչարյանն էլ ա եղել։ Էդզև Սերժ Սարգսյանն էլ, այսինքն որ մեկը չի ստացել այդ տեսակով։ Ոչ մեկը ընտրությամբ չեն եկել։ Այո, ոչ, Հայաստանում դեռևս ընտրությամբ իշխանափոխություն չի տեղի ունեցել։ Հայաստանում միշտ տվյալ պահին գործող իշխանությունը հաղթող է եղել, եւ սա շատ վատ ցուցանիշ է։ Այսինքն ժողովրդավարության առումով։ Մյուս կողմից, երբ որ մենք տեսնում ենք այսպես կոչված ներկուսակցական քարոզչության անվան տակ պետական միջոցներով Նիկոլ Փաշինյանը որ տավուշ լորի է գնում, ինքը իր
կուսակցության եւ իր գրպանից է վճարում այդ մեքենաների վարձը եւ այլն, թե ինքը մեր հաշվին գնում է այնտեղ եւ այդ քարոզչությունն իրականացնում։ Կամ այն քայլերը, որ ինքը անում է, շատ երկրներում ընդունված չի եւ դա ճիշտ է։ Ընտրություններից առաջ 1 տարի դու չես կարող այնպիսի փոփոխություններ անել, որոնք ընտրության ելքի վրա կազդեն, որտեղ դա ակնհայտ է, որ դա քարոզչություն է։ Հիմա ընտրություններից 2 ամիս առաջ, երբ որ խոսում ես, որը բյուջեի մեջ նախատեսված չի, թոշակների բարձրացման մասին, չէ, դա ակնհայտ ընտրակաշարք է, որովհետև դու չես կարող բյուջեի մեջ նման ծախս նախատեսել, որը նախորդ տարի, երբ որ բյուջեն հաստատվել է, այս բյուջեն օրենք է, այսօր նման ծախս անես, այսինքն դա այն փոքր ծախսը չի, 5-10 միլիոնը չի, որ ռեզերվից, այսինքն կառավարության ինչ-որ առկա միջոցներից, դա տասնյակ հարյուրավոր միլիոնների մասին է խոսքում մի տարվա մեջ։ Մենակ այդ տարբերությունը կարծեմ $150 միլիոն է եւ ավել։ Հատկապես երբ ասում եք բարձրացնենք, չգիտի թոշակառուն ինչ է անում։ Այո, եւ ակնհայտ է, որ իրանք կողքից համոզել են, որ ես գիտես շատ լավ է տրամարել ապրիլի 1-ից ինչ որ բան են անում, որ իսկ հետո ասում Աստված մեծ է, դա չի լինի վաղը միսօր կասենք բանա։ Իրավիճակը փոխվել կամ փող չկա կամ չենք դա ոնց որ շատ բաներ անում են, այսինքն իբր թե դեղերն են ձրի, իբր թե բժշկությունն է, բայց հենա մարդիկ բողոքում են, որ դրանց մեծ մասը իրականություն չի դառնում։ Ծառայությունների 30%-ն են գրկված այդ համակարգում, մասնագետները նշում են։ Իհարկե, նաև հարցը նա, որ այդ հիմա է տարեսկիզբը եւ մի կերպ պահում են մինչեւ ընտրությունները, իսկ ընտրություններից հետո վստահաբար կասեն չկա եւ դու չես կարող ոնց հիվանդանոցին պարտադրես քո գներն ու պայմանները։ Մենք վերադառնում ենք սովետական բոլշևիկյան կառավարությանը, որ թղթի վրա կար այդ ամբողջը, ասենք ձրի բժշկություն կար, չգիտեմ, էժան սնունդ կար բան, բայց խանութները դատարկ էին, այսինքն դրա 2 անգամ, 3 անգամ թանկ գնով դի մարդիկ կնային շուկաներից առնեին։ Հիմա դա գալիս են այդ նույն բանը, ասենք, դա ծառայություններն են շուկա, ծառայությունների շուկա, որտեվ երբ որ դու ոչ թե շուկան է կարգավորում այդ ամբողջ, այլ պարտադրանքն է, դա հանգեցնելու է նրան, որ ինքնակարգավորող օրինակ նույն առողջապահական համակարգը քայքայվելու է, լավագույն բժիշկները հեռանալու են, նոր սարքավորումներ հնարավոր Արդեն իսկ քայքայվում է, այդ միտումները նկատելի են, մասնագետները բարձրաձայնում են։ Ցավալի է։ Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը 3 ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերից մեկը, ամենախոշորը Հայաստան դաշինքը, այս ընտրություններում անցողիկ շեմը չի հաղթահարելու։ Դուք արևմտյան որևէ երկրում հիշում եք, երբ որ նախընտրական շրջանում գործող վարչապետը նման բան հայտարարի, որ տվյալ ուժը չի հաղթահարելու անցողիկ շեմը եւ կարող ենք սա դիտարկել որպես միջամտություն ընտրական գործընթացի նկատմամբ, անկախ այս ուժի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից։ Այո, անկախ այդ ուժի նկատմամբ վերաբերմունքից եւ մյուսների, նախ սա նախընտրական շրջան չի։ Օրենքը սահմանել է նախընտրական շրջան, դա 40 օր ընտրություններից առաջ։ Սա մեկ։ Երկրորդ, ինքը չի կարող խորհրդարանի ներսում, որտեղ ինքը հանդես է գալիս որպես վարչապետ, հանդես գալ եւ նման հայտարարություններ անի։ Այ երբ որ կսկսի պաշտոնական քարոզությունը, երբ որ ինքը, եթե ճիշտ ուզում եք դիտարկեք, ինքը պիտի ոնց որ ասած մի անգամ արեց, բայց շարունակեց մնի հրաժարականներ տվե, բայց շարունակեց օգտագործել այդ 2 անգամ 18-ին էլ 21-ին էլ։ Ձև չի, բայց ամեն պարակային հիմա ընտրություններից դեռևս ընտրությունների պաշտոնական քարոզարշավից առաջ օրինակի համար եթե քարոզարշավ է սկսել, բա ինչի մյուս հակառակորդ ուժերին չեք տալիս քարոզարշավի համար նախատեսված րոպեներն ու ժամերը, ասենք նույն հանրայինում խոսալու, որտեվ օրենքը չի նախատեսում, ասում է 40 օր։ Հիմա ստացվում է, որ դուք ունեք այդ բոլոր հնարավորությունները, մյուսները չունեն։ Դրա համար նման հայտարարություններ, այսինքն դա իր կոչվող պաշտոնական դիրքի չարաշահում բարձրացած։ Միջամտություն ընտրությունների արդյունքների վրա։ Եվ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը Երևանում հայտարարեց, որ ինքն այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանին է աջակցում, ավելի վաղ նման բան Հական Ֆիդանն էր հայտարարել, բայց Ֆիդանը այն պաշտոնյան չի, որը նման ազդեցություն ունենար, քան Միացյալ Նահանգների փոխնախագահը, որքանով էր այս հայտարարությունը ձեզ համար ընդունելի եւ ինչու է աշխարհի թիվ 1 գերտերության փոխնախագահը Երևանում նման հրապարակային բան հայտարարում։ Եթե օրինակ սա աներ Ռուսաստանի նախագահը, վարչապետը կամ որևէ այլ պաշտոնյա, որևէ ուժի մասով մեծ հիստերիա կբարձրանար, բայց Վենսի դեպքում մենք դա չտեսանք։ Ինձ համար ընդունելի չի, որ որևէ երկրի պաշտոնյա միջպետական այցի ժամանակ, սա միջկուսակցական այց չի եղել, միջպետական այցի ժամանակ նման հայտարարություն է անում, անկախ նրանց այդ հայտարարությունը հօգուտ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի է, թե հօգուտ Արա Պապյանի կլինի։ Դա իրավասությունների շրջանակից դուրս է եւ այո, դա միջամտություն է ներքին գործերին։ Մյուսը
ինքը Վենսը շատ լավ հասկանում է, թե որտեվ իրենց հենց հարցումներն են ցույց տալիս, որ Նիկոլ Փաշինյանի ցուցանիշները, այսինքն հավանության բավականին ցածր է, որտեվ իրենք այստեղ տարբեր կառույցների միջոցով հետազոտություններ են անում, բայց քանի որ կա այդ նույն թրիպի հարցը, իսկ թրիպը դա մասնավոր ընկերության, սա ուզում եմ շեշտել, շատերին սա ներկայացնում է, նախ սա ամերիկյան ներդրում չի, սա որովհետև սա ամերիկյան պետության խնդիրը չի, սա Trip Company կոչեցյալ կառույցի, որի 74%-ը ամերիկյան ընկերությանն է պատկան 26-ը, մենք չգիտենք ինչքան ժամանակ, սա ելնելու։ Հիմա ներդրումների մասին խոսքը գնում է BlackRock-ի կողմից։ Իմ ասած այն նախորդ հիշում եք, որ ասացի տարածաշրջան կառավարումը հանձնվելու է Իսրայելին։ BlackRock-ը դա հրեական մեծ կապիտալն է։ Հիմա Ալիևը մեր նման մի ամիջ չի։ Ալիևը ուզում է ներդրումներ անի եւ մտնել BlackRock-ի միջոցով ներդրում եւ փայատեր դառնա Trip-ի։ Որովհետև պայմանագիրը նախատեսում է, որ կողմերը իրավունք ունեն ճիշտ է մյուսի համաձայնության, բայց իրավունք ունեն իրենց բաժնետոմսերը վաճառելու կամ նվիրելու երրորդ կողմերին։ Եվ սա կարող է ստեղծում մի իրավիճակ, որ երբ որ այդ Trip-ը մեծանա, այսինքն այդ դրան կծվի թուրքական շարունակությունը եւ իսկապես կարեւորվի, այդ ժամանակ մեկ էլ հանգարց կպարզվի, որտեվ դա 40 տարով է, որ Հայաստանը ունի 26%, Ադրբեջանը ունի 36%, չգիտեմ մյուս եւ այլն, եւ այդ ամբողջը բան լինի։ Դրա համար սա անձնական խնդիր էր, պայմանավորված Թրամփի, այսպես ասած, հաջողությունները ցույց տալով եւ դրա գինը, այսինքն Trip-ի դիմաց պիտի ամերիկան ինչ-որ մի բանով հատուցեր։ Եվ այդ բանով հատուցեց, որտեղ Փաշինյանի վերընտրությունը։ Ոչ թե Փաշինյանի մասին այս խոսքը ասելով։ Հիմա կվերընտրվի թե չէ, դա շատ մեծ հարցականի տակ։ Այս խոսքն ասեց։ Հիմա էլի մեծ հարցական է, արդյոք սա ի նպաստ Փաշինյանի կլինի թե ի վնաս, հələ դեռ մենք չգիտենք։ Բայց մյուս ուժերն էլ հայտարարում են, որ առնվազն չեն հրաժարվելու այս պարտավորությունից, առնվազն առանցքային ընդդիմադիր ուժերը։ Սամվել Կարապետյանի ուժն էլ է ասում, Ռոբերտ Քոչարյանի ուժն էլ է ասում, Գագիկ Ծառուկյանի մասով էլ նմանատիպ հայտարարություն կար։ Այս դեպքում ինչու են շարունակում Փաշինյանին աջակցել։ Որովհետև Փաշինյանին հաջողվել է եւ դրա մեջ իրականություն կա այդ մյուս ուժերին ցույց տալու պրոռուսական։ Իսկ իրեն ես ցույց տալ բառն եմ ասում, ոչ թե իրական, եւ ցույց տալու իրեն որպես արևմտամետ։ Ես վերադառնում եմ իմ ասածին, կան հավատավոր ռուսամետներ եւ պատեապաշտ ռուսամետներ, սրա մասին է խոսքը։ Եթե Հայաստանում լիներ ուժեղ իսկապես պրոարևմտյան ուժ, իսկ մենք այդպիսին ենք, բայց մենք հասկանում ենք, որ այդ միջոցները, այդ մենք այս պայքարի ժամանակ ոչ թե 100,000-ավոր դոլարներ են լինելու, այլ տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Իսկ մեր նման քաղաքական ուժը, որը չի սպասարկում որևէ երկրի, այդ թվում ոչ Ամերիկա, այդ տասնյակ միլիոնները չունենք։ Հետևաբար, այստեղ ձեր նշած ուժերն են հիմնական դերակատարը խաղալիանք, նայում են դաշտին Նիկոլ Փաշինյան, այսպես ասած Քոչարյան, այլճաշ Սամվել Կարապետյան, Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Հետևաբար դեսրանց մեջ ավելի լավ, չգիտեմ, լինի Նիկոլ Փաշինյան, որին հեշտ կարելի է փոխել։ Արտահերտ ընտրություններով ցանկացած պահի կարելի է Նիկոլ Փաշինյան փոխել։ Դեռ հաջողվում է համոզել, որ ինքը արևմտամետ է։ Ցավոք սրտի դեռ հաջողվում է։ Անկամ այն դեպքում, երբ Լեհաստանում հայտարարում է, որ ռուսական ռազմաբազան դուրս բերելու մտադրություն չունի։ Այո, բայց դրա ալընտրանքը արևմուտքի աչքին ովքեր են, այս ամբողջ հարցը։ Ովքեր են։ Այ ուրիշ բան, եթե այն ինչ որ ասվում էր ժամանակին, որ եւ նաեւ 21-ի ժամանակը, եթե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չմտնեին ընտրապայքարի մեջ այն ժամանակ, չէր վերընտրվի հաստատ բանը Նիկոլ Փաշինյանը, նրանց մեջտեղ գալն էր, որ մարդկանց ստիպեց։ Ես դա վերացական չեմ ասում, մենք հարյուրավոր, հազարավոր հետևորդներ ենք ունեցել, որոնք եկել են ասել են, մենք ձեզ էինք օրինակ քվե տալու, բայց այն պահին, որ վախեցանք հանգարց Քոչարյանը վերադառնա, նախընտրեցինք Նիկոլ Փաշինյանին։ Հասկանում եք, քաղաքականության մեջ կարևոր չի իրողությունը ինչպիսին է, կարևոր է անկալումների հարցը։ Եվ քանի որ Քոչարյան դեմոնիզացված է, հասկանում եք, ինքը շանս չունի ժողովրդի աջակցությունը ստանալու։ Ինքը պիտի հասկանա եւ չմտնի այս բան, որտեվ իրենով բան, Սամվել Կարապետյանն ուրիշ բան է։ Սամվել Կարապետյանի անկալումը, ինչքան էլ իշխանությունը փորձում է նրան նույնականացնել լրիվ Ռուսաստանի հետ, չի ստացվում։ Այնտեղ կա մի ազգային,
այսպես ասած բաղադրիչ իր կերպարի մեջ, որպես ազգային բարերարի, որպես եկեղեցու աջակցող, պաշտպանող, որպես մեր ազգային ինքնության հիմնասյուն եւ այլն։ Եվ սա է կարևորը, ինչա թիրախավորում հենց եկեղեցուն եւ նրա կապում Ռուսաստանի, որտեվ կերպարը պետք է դու կերպարը փչացնես։ Եթե հաջողվեց Սամվել Կարապետյանին կապել Ռուսաստանի հետ եւ եկեղեցուն փչացնել, Նիկոլի շանսերը շատանում է։ Դա ման ինքը ամեն ինչ եկեղեցու դեմ է։ Իսկ եթե հակառակը չի հաջողվում։ Եվ եթե հակառակը Սամվել Կարապետյանը հետևողականորեն շարունակի մնալ ազգային գծի մեջ, շատերը երբ որ պահը կգա ընտրության Նիկոլ Փաշինյան դե Սամվել Կարապետյան, անգամ որպես չարյաց փոքրագույն ընկալելով անգամ Սամվել Կարապետյանին որպես չարիք, որտեղ ռուսական, որ ընտրելու են չարյաց փոքրագույնը, որտեղ Նիկոլ Փաշինյանը դա արդեն դա արևմտյանը չի, դա թուրքական վեկտորն է։ Դա ապազգային թուրքական վեկտորն է եւ հասկանալի է, որ մարդիկ թեկուզև ժամանակավոր, թեկուզև այս վիճակը կայունացնելու համար կնախընտրեն ոչ թուրքական ղեկավարություն Հայաստանի։ Փաստացի չեք բացառում, որ Սամվել Կարապետյանը ընտրություններով կարող է հաղթել Փաշինյանին։ Չեմ բացառում, ես չեմ կարծում որևէ քաղաքական ուժ կա, որ այդ թվում նաև ԿՊ-ն եւ 50%-ից ավել հավաքի։ Սա կախված է թե ընտրություններից հետո ովքեր խորհրդարան կմտնեն, կոալիցիայով օրինակ։ Կոալիցիայով ով կլինի։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իր ստեղծած այսպես կոչված ազգային կամ արևմտած ինչ-որ 1-2 փոքր կուսակցությունները մտցնի, որոնք 5-6-7% հավաքեն, որ միասին նաև կախում ունի քանի տոկոս ձայները կփոշիացվեն, որ հետո համամասվորեն վերաբաշխվեն, որսի ինքան 50%-ը լինի, այդ դեպքում կկարողանա ինքան, բայց այդ առումով նույնպիսի շանսեր է ստանում Սամվել Կարապետյանը, որովհետև այդ համամասնորեն կիսվել է նախորդ ընտրությունների ժամանակ 21-ի փոշիացվել է ամեն 5-րդ ձայնը, ասենք մոտ 20%, 19 բան։ Դրա նախորդում 15%-ը, 14 ու ինչքան, ասկին ամեն 6-7-րդ ձայնն է փոշիացվել։ Հիմա ես վստահ եմ կփոշիացվի 20-22%, այսինքն առնվազն է, եւ սա շատ կարևոր է, այդ 20%-ը թվում վրա կբաշխվի։ Ենթադրենք, եթե 7-8%-ը առաջի տեղը գրաված քվեներովին ավելանա միանգամից եւ մի 7% էլ այլ կուսակցության 15% ավելանային կուսակցության վրա, որ ասենք 35-36 կհավաքի, ինքը կձևավորի խորհրդարան։ Դրա համար այստեղ այդ բաներից է կախված, թե երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերում եղող կուսակցությունները արդյոք նախ կանցնի 4 կուսակցություն թե չէ, եւ նրանք ում կտան քվե, որտեվ այսօր դուք ժողովուրդը չհավատա, շատ-շատերն ինչ են ասում։ Մենք չենք միանա Նիկոլ Փաշինյանին, չենք, մենք տեսել ենք։ Քաղաքային ընտրություններ ենք տեսել, չէ՞, որ Արամ Սարգսյանի կուսակցությունը բացառում էր Ավինյանի հետ համագործակցությունը։ Իհարկե, միանում են, ասում են բանն անում։ Հիմա հայտնի խոսք է, չի ասում, երբեք այդքան սուտ չի ասում, ինչքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ եւ որսից հետո։ Մենք պատերազմի ժամանակ հիմա ընթանում է Իրան, Միացյալ Նահանգներ, ինչքան սուտ երկու կողմերն էլ ասում են, բայց ընտրություններից առաջ։ Այսինքն հիմա էլ այս խոստումները տալիս են սուտանում։ Դրա համար ես կարծում եմ վճռորոշ շրջան է գալու եւ շատ հնարավոր որ առաջին անգամ մեր պատմության մեջ ընտրություններով իշխանապողություն լինի։ Եվ ձեր մասով որոշում ունեք, մասնակցելու եք թե ոչ։ Չէ, մեր մասով որոշում չունենք, տարբեր այսպես թեր եւ դեմ կա, բայց քանի որ ժամանակ կա, մենք հասկանանք, դե մի երկու շաբաթից կհայտնենք, հասկանանք ինչ ալնում։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան, հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք միջազգայնագետ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ։ Կհանդիպենք։